Որքանով են Վարդենիսում պարզագույն թաքստոցները մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ակադ և Ռեստարտ Գավառ հասարակական կազմակերպությունները կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ ծրագրով ուսումնասիրել են ու պարզել, որ հաշմանդամություն ունեցողները ոչ միայն պատսպարվել, այլև նույնիսկ մուտք գործել չեն կարող այդ թաքստոցներ։ Փորձում են խնդրին լուծում տալ համայնքապետարանի հետ համատեղ։ 5 պարզագույն թաքստոցների բարեկարգման և մատչելիության ապահովման ուղղությամբ արդեն որոշ քայլեր են ձեռնարկվել։ Մենք այսօր մեզ հետ բերել ենք աջակցող տեխնոլոգիաներ, որոնք որ օրինակ կարող են օգտագործել, եթե աստիճաններ կա, այդ սարքավորումները դնել, որպեսզի այդ աստիճաններով կարողանան մարդիկ մուտք գործել պարզագույն թաքստոցներ, նաև բերել ենք ինչ-որ սայլակներ, քայլակներ։ Տեխնիկական աջակցությանը զուգահեռ նաև դասընթացներ են անցկացնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, նաև ուսումնական հաստատությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար։ Քանի որ անվտանգության հետ կապված հարցեր են, մենք հաշվի առանք մեր սահմանամերձ դիրքը և այն կարևոր գործողությունները, որոնք որ պետք է ապահովեն անվտանգությունը, հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց շրջանակում։ Եվ այդ դասընթացների և մնացած հանդիպումների ընթացքում կոնկրետ մենք նախանշեցինք, որ մենք կարիք կունենանք հատկապես թաքստոցների կահավորման։ Թաքստոցները կարգի բերելու ուղղությամբ համայնքում աշխատանքներ իրականացվել են, սակայն պայմանները հիմնականում դեռ անբարենպաստ են։ Մենք առաջարկությունների փաթեթ ենք մշակել, որը ներկայացնելու ենք և կառավարությանը, և նախարարություններին, և համայնքապետարաններին, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն հենց պարզագույն թաքստոցների պատրաստվածության։ Մենք փորձելու ենք այս պարագայում ուժերը միավորել, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Սա շատ լավ օրինակ է, որ ամբողջ Հայաստանում պետք է այս ամեն ինչը տարածենք, քանի որ համայնքներում անհրաժեշտ են ունենալ պարզագույն թաքստոցներ արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքը որպեսզի կարողանա դիմակայել։ Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ ծրագրի հիմքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք խաղաղություն անվտանգություն օրակարգի 1325 բանաձևն է ուղղված հակամարտությունների կանխարգելման և լուծման գործընթացներում կանանց մասնակցության ակտիվացմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։